Բարի առավոտ սիրելիներս, ես եւ իմ կիսուր մայրիկը, որը ողջունում է ձեզ, գնում ենք շուկա։ Մեր տան հետնամասով մենք գնացել ենք մի քանի անգամ միասին շուկա, հիմա կամաց գնում ենք շուկա միասին։ Գնանք կարտոֆիլ ենք ուզում ամենաշատը գնել, կարտոֆիլի համար ենք գնում, այսօր պետքա պերաշկի սարքենք։ Հիմա գնացինք, տեսեք ժողովրդի սիրուն ծաղկել է ծառերը արդեն։ Չնայած այստեղ հունվարից է ծաղկում, հունվարի կեսերից, այս տարի մի փոքր ուշացավ, հունվարի վերջ ծաղկեց, բայց որը որ ծաղկել արդեն թափել է ծաղիկները, բայց կան ծառեր, որ ուշ են ծաղկում։ Դեկորատիվ ծառեր են դրանք։ Այս էլ մեր շուկայի ճանապարհը։ Բայց մարդ չկա, կա չկա շուկա։ Չհենա ոնց որ սեղան կա, հա։ Զարմանալի էր էլի որ մարդ չկա։ Արդեն արել են, չէ՞, մեր մոտ ժամը 10:10։ Հա, ոնց որ կա։ Այսօր շաբաթ օրը մեր մոտ 5 շաբթի մեջ շուկա է լինում կենտրոնում, բայց չենք հասցնում, չենք կարողանում գնանք, չի հարմարվում։ Ասել մեր փոքրիկ շուկան։ Գնանք երևի են մեջտեղի սեղանը։ Այս են զգուշությամբ կիսուր մայրիկի սուրճը մատուցում, արիմամ, հիշում եք այսի Մադրիդից այս տախտակը իրար հետ ենք գնել, արի սուրճըտ պատրաստը, ժողովուրդ ջան տեսեք մեր ցորենը լավ ոճելը, այս դեպի արև է գնում, այս ես տնենք, չէ? Այս էլ չիայի սերմերն է, Այդա ջան կարծեմ դու էին ինձ խորհուրդ տվել, անկեղծ ես առաջին անգամ եմ ցանել, բայց ոնց որ սպիտակ ծիլա, չգիտեմ թե ինձ արդեն թվում, ոնց որ ծլում է, հա մամ։ Ոնց որ թե իմը այս վիճակն է հարցրել էիք, Էմա ջան ինչ եղավ, դեռ էսա մի հատ ցորենի հատիկ ա ընկել մեջը։ Մի խոսքով այս վիճակն է դեռ, բայց Ցորենը շատ սիրուն աճում է։ Ցորենը լավն է։ Հա, շատ սիրուն աճում է։ Այդ ասեցի, էս էլ ցույց տամ ձեզ, մենք մեր սուրճը խմենք, հարսուց կիսուր սուրճը խմենք, հետո անցնենք մեր գործերի, նորից կմիանանք ձեզ։ Մենք մեր սուրճը խմենք, բայց նորից միանալու ենք ձեզ, ինչ անելուց մամ։ Պերաշկի թխելուց։ Հա, այսօր ուզում եմ վաֆլի էլ թխեմ, այդ սարքնել, վաֆլի պատրաստեմ ավելի ճիշտ, այդ սարքնել փորձենք, միասին կպատրաստենք։ Ժողովուրդ ջան, մենք մեր սուրճը խմեցինք, որոշ գործեր ունենք արեցինք, հիմա պատրաստում եմ խմորը ես կպատրաստեմ, խմորը պատրաստելու եմ առանց տրոժի, փխրեցուցիչով եմ պատրաստելու, փխրեցուցիչով եմ պատրաստելու և մի փոքր սոդա եմ ավելացնելու, այդպես ինձ թվում է ավելի թեթև, ավելի թեթև է ստացվում։ Հիմա այստեղ կարտոֆիլը դրել եմ արդեն եվի, հիմա ցույց տամ։ Այստեղ արդեն դրել եմ կարտոֆիլը եվի, այս մի կողմում էլ իմ կիսուր մայրիկը, չգիտեմ ինչ ճաշ է եփում, դդումով ինչ մամ ապուր, ուղղակի։ Հա, դդումա ու կլոր բրից։ Կլոր բրից։ Ահա, էփել է արդեն որ անջատենք։ Հա, սրանց էփել ինչ կա։ Էփել է արդեն։ Էսի պատրաստելը, ես էլ պատրաստում եմ խմորը։ Ես եմ պատրաստում, թե դու։ Չէ, դու ես պատրաստում։ Ահա, ես եմ պատրաստում։ Այստեղ կարտոֆիլը թող եփի, միջև կարտոֆիլը եփի, խմորը կպատրաստեմ։ Խմորը չեմ թողնելու հասունանա, ընդամենը փոքր հանգստանա, այո։ Տեսեք իմ սկիսուրը ինձ հուշում է։ Անպայման։ Բկլատ կիսուրը։ Ուրեմն, այստեղ ես արդեն նախապես մաղել եմ ալյուրը, ես ցույց տամ, ես իմ ալիքում ունեմ պատրաստված, կտեղադրեմ, կտեսնեք ինչպես եմ պատրաստել,
մոտավորապես 1 կիլոգրամ ալյուր եմ օգտագործելու։ Այստեղ արդեն մաղել եմ նախապես, որ ավելի հեշտ լինի ինձ համար։ Աղ շաքարավազ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալից մի փոքր ավել աղ եմ օգտագործում։ Այնտեղ 3 ծու, բուսայուղ, կես կիլոգրամ երևի, հա, մածուն։ Այստեղ ինչ է, հա, այստեղ փխրեցուցիչ, 2 թեյի գդալ փխրեցուցիչ եմ օգտագործելու եւ կես թեյի գդալ սոդա եմ օգտագործելու։ Ահա, այսքան բաղադրիչներ են մեզ հարկավոր խմորը պատրաստելու համար։ Հիմա այստեղ խմորը ես պատրաստեմ, նորից կհանդիպեմ սիրելիներս։ Այստեղ ժողովուրդ ջան, ուզեցա ձեզ ցույց տամ, բոլոր բաղադրիչները խառնել եմ, մնացել է խառնեմ ալյուրը։ Հիմա ալյուրն էլ քիչ-քիչ կխառնեմ, պետք է ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր։ Ալյուրն է կավելացնեմ, ու խմորը արդեն պատրաստ է, կթողեմ մոտավորապես կես ժամ հանգստանա խմորը։ Ստացվում է շատ լավ փափուկ խմոր։ Ահա ժողովուրդ ջան, պատրաստ արդեն փափուկ, տեսեք, բայց ձեռքերին չկպչող խմոր։ Հիմա սա թողնում եմ մոտավորապես 30 րոպեից 40 րոպե հանգստանա, իսկ մինչ այդ պատրաստում ենք կարտոֆիլի խյուսը։ Հենց նույն ամանի մեջ էլ կդնեմ, կփակեմ մաքուր սրբիչով ու կթողեմ, որպեսզի մի փոքր մնա, գիտենք, որ յուրաքանչյուր խմոր աշխատելուց հետո պետք է մի փոքր հանգստանամ։ Դնում եմ նույն ամանի մեջ ու որևիցե մաքուր սրբիչով փակում ենք ու թողնում ենք, որպեսզի հանգստանա։ Մինչ այդ պատրաստեմ խյուսը կարտոֆիլի, արդեն եփել է կարտոֆիլը։ Ահա ժողովուրդ ջան, այստեղ կարտոֆիլի խյուսը պատրաստ է։ Այստեղ խմորը արդեն բավականին հանգստացել է։ Հիմա սեղանը մաքրեմ ու փոքրիկ գնդերի բաժանեմ ու տապակենք։ Այստեղ այսպես գնդեր եմ արել արդեն, հիմա հերթով պատրաստում եմ, մի քանի հատ պատրաստեմ, քանի ձեթը բուսայուղը տաքանում եմ, սրբիչով փակեմ, որպեսզի չչորանա։ Մի փոքր սեղանը ձեթ եմ արել, էլ ալյուր չեմ անում, ու այսպես ձեռքերի օգնությամբ բացում եմ։ Առանց կրկնակի, ինչքան հնարավոր է բարակ եմ բացում, որպեսզի խմորը քիչ լինի։ Ու մեջը տեղադրում եմ կարտոֆիլը իհարկե։ Ինչպես որ փակում ենք, այսպես վրա ենք բերում։ Ձեթը աշխատում եմ քիչ անեմ, մի փոքր, որ աշխատել լինի այնքան, որովհետև եթե շատ ձեթ ենք անում, լավ չի կպնում։ Այսպես լավ ամրացնում ենք, մի հատ էլ հակառակ կողմը, այսպես վարակացնում ենք, ձև ենք տալիս, այսպեսի տեսք է ստանում։ Հիմա մի քանի հատ պատրաստեմ, որ պատրաստ ունենանք ու հերթով տապակենք։ Ժողովուրդ ջան, բարի գալուստ էի ասել իմ սկեսուր մայրիկին, մոռացա ասեի, ասա շնորհակալություն, կարդացել է, անչափ շնորհակալ ենք բոլորիցդ։ Հիմա շարունակեմ ես անել, մի քանի հատ էլ անեմ, որպեսզի աղագին ունենամ ձեռքիս տակ, որ իրար հետևից լինի, դադար չլինի։ Խմորը գունդը մեծ փոքր կապ չունի, ըստ ինչքան որ դուք ինչ մեծության որ դուք ցանկանաք։ Եթե ուզում եք շուտ պրծնել, կարող եք մեծ պատրաստել։ Եթե ես ուզում եմ շուտ պրծնել, մեծ եմ պատրաստում, որ
Արագ բրծնեմ, այսօր չգիտեմ ինչի որոշեցի փոքր պատրաստեմ։ Երևի այսքան փոքր ես չէի պատրաստել այսքան ժամանակ։ Այսօր մեզ մոտ ժամերը փոխվում է։ Վաղը անցնում ենք արդեն ամառային ժամի։ Հայաստանի հետ տարբերությունը լինելու է 2 ժամ։ Ժողովուրդ ջան, այս էլ մեր այսօրվա պատրաստած կարկանդակները, պերաշկիները, մեր լեզվով ասած, շատ համեղ է ստացվել իմիջայլոց, առանց խմորիչի խմորն է ու ստացվում է շատ փափուկ ու թեթև խմոր։ Ավելի ինձ թվում է մի փոքր գոնե օգտակար է, քան խմորիչով խմորը, փափկացուցիչով խմորը ավելի մի փոքր թե բնական է։ Օգտակար մի փոքր էլի, բայց որ արդեն բուսայուղի մեջ տապակում ենք, օգտակարությունը կորում է, այդպես ասենք, շատ համեղ է ստացվել ու կարևորը սկիզբը մայրիկը շատ հավանել է, ուրեմն համեղ է ստացվել, ես էլ գագոն եկավ, հիմա կփորձենք ու կվայելենք մեր պատրաստած կարկանդակները, հիմա մի հատ է, ձեզ համար դեռ տաքա, մի քիչ հոսում եմ, որ մի փոքր տեսեք, ինչքան խմորը բարակ է, կարտոֆիլը շատ ու խմորը տեսեք ինչքան բարակ։ Խոսքով մենք գնանք վայելենք, բոլորիս էս պահին ով մեզ հետ, մենք չենք ճաշում, ուղղակի վայելում ենք կարկանդակները, բարի ախոշակ սիրելիներս։ Ողջույն սիրելիներս, մեզ մոտ օր է փոխվել, հետևաբար նորից ողջունում եմ ձեզ։ Այսօր Կիրակի է օրը եւ ծաղկազարդ է։ Ինչի առիթով շնորհավորում եմ բոլորի սիրելիներս, թող Աստծո օրհնությունը լինի բոլորիս ընտանիքներում, բոլորիս տներում եւ միշտ Աստծո օրհնությունը լինի բոլորիս հետ սիրելիներս։ Այսինքն սկսվում է ավագ շաբաթը, զատկական շաբաթը, այստեղ էլ այդպես եւ կոչվում է Սեմանա Սանտա, ավագ շաբաթը, Սուրբ շաբաթ, ավագ շաբաթ է սկսվում, կաթոլիկ եկեղեցին էլ ամսի 5-ին առաքելական եկեղեցու հետ միաժամանակ տոնում է Սուրբ Հարության տոնը։ Ու այսօր ժողովուրդ ջան, այսօր Կիրակի օրը ժամը 10:30 Բարսելոնայում պետք է տեղի ունենար պատարագ, ինչ-ինչ պատճառներով չկարողացա, չհասցրեցի գնալ, անկեղծ ասած ու շատ վշտացած էի, որ չկարողացա գնալ, քանի որ մեծ ցանկություն կար իհարկե մասնակցել մեր առաքելական եկեղեցու պատարագին, մեր պատարագին, ինչը որ մեզ հարազատ է, մեզ հոգի հարազատ է։ Այդ պատճառով մի փոքր վշտացա, բայց որոշեցի, որ առաջին անգամ եմ անկեղծ ասած գնում։ Որոշեցի, որ գնամ, գիտեի, որ այստեղ էլ արարողություն լինում, գեղեցիկ արարողություն լինում է, գնամ կաթոլիկ եկեղեցունը։ Տարբերությունը ինձ թվում այդքան չկա, որովհետև եկեղեցին եկեղեցի է, Աստված մեկ է, կաթոլիկ կլինես, առաքելական կլինես, չգիտեմ, կարևորը քրիստոնյա ես, նաև հետաքրքիր է, թե ինչ սև են տոնում այլ ազգերը։ Եթե գիտեք, մի երկրում ապրում ես, արդեն ուզես չուզես, իր տոներին ես մասնակից լինում, ապրում ես իրանց տոներով նույնպես։ Եվ որոշեցի գնալ, ճիշտն ասած արագ հագնվեցի, մտածում էի շուտ ալնելու, բայց չէ, 11-ին էր այստեղ սկսվում, հասցրեցի, գնացի մի փոքր, ես
իմ խոսալուց հետո անպայման կտեղադրեմ, շատ հետաքրքիր արարողակարգ էր եւ նմանություն կար մեր արարողակարգին եւ մի փոքր տարբերություններ իհարկե կային, հետաքրքիր է շատ, նախ իհարկե Տեր հայրը կարդաց աղոթքը, մի խոսքով պատարակ տեղի ունեցավ, որից հետո գեղեցիկ ինչ-որ բան էին կազմակերպել, այդտեղ մուտքը Հիսուսի մուտքը Երուսաղեմ, ես կթողնեմ, որպեսզի դուք տեսնեք, այստեղ չէ որ երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ձիթենու եւ ուրենու ճյուղեր էին, ճիշտ է, այստեղ ձիթենու ես տեսակ մի հատ ձիթենու ճյուղել ես եմ բերել, ձիթենու ճյուղեր էին, հետո էլի տարբեր ճյուղեր կային ու այստեղ կոչվում է Դոմինգո Ռամոս, այսինքն Կիրակի արմավենու պալմայի Կիրակի այդպես է թարգմանվում ու պալմայի տերևներ էր, դա հատուկ աճացնում են առանց արևի, որպեսզի արևի լույս չտեսնի ու սպիտակ, բոլորի ձեռքը համարյա դա էր, խոսքով ամեն ինչ գեղեցիկ էր, հաճելի էր, ամեն դեպքում այլ ազգերի կուլտուրան էլ պետք է տեսնել, ուսումնասիրել, ինչպես ուրիշների համար մերն է հետաքրքիր, այնպես էլ մեր համար ուրիշներին էր հետաքրքիր։ Մասնակցեցի իհարկե ու երևի առաջին անգամ ես 6 տարի եւ ավել էստեղ եմ, առաջին անգամ ես կաթոլիկ եկեղեցու պատարագին մասնակցեցի, գիտեք, ու այդպես նստած մտածում եմ, ասում ես առաջին անգամ եմ, միշտ կամ գնացել եմ մեր հայկական պատարագին, եկեղեցու պատարագին, Եվ տեղի ունեցել կամ չեմ մնացել, բայց կաթոլիկը չեմ եղել, երբեք չէի մասնակցել ու առաջին անգամ մասնակցեցի, սվում է նույն տարբերությունը այդքան մեծ չի, ճիշտ է, ամեն դեպքում հաճելի է քո լեզվով, գիտեք ինչներ հետաքրքիր, որ հայրներն ասում էին իսպաներեն ու հետաքրքիր որ իսպաներեն էր պատարագը, ոչ թե կատալերեն, այստեղ կատալերեն է լինում հիմնականում, ասում էին իսպաներեն հայրները, իսկ ես մի փոքր շշուկով ես հայերենն էի ասում, չգիտեմ նկարել եմ ձեզ համար մի փոքր, կարող է ձեզ համար էլ հետաքրքիր լինի այլ ազգերի ավանդույթները, ինձ օրինակ հետաքրքիր է, թե ինչպես են այլ ազգերը նշում ինչ-որ մի տոն, նկարել եմ ու կկիսվեմ ձեզ հետ իհարկե, ինչքան որ հնարավոր էր նկարել եմ սիրելիներս, այնտեղ վերջում տերտերը ջուրա ցողում, օրնված ջուրա կոչվում ու խունկել էին ծխում մեր եկեղեցիների նման, անուշով բուրմունքը բակով մեկ տարածվել էր, ջուրա ցողում բոլորի վրա, տեր հայրը քայլելով ու իմ վրա էլ ու հեռախոսից վրա էլ նկարում էի այդ ժամանակ, չգիտեմ որքանով կերևա, ամեն դեպքում շատ լավ էր, շատ ուրախ եմ, որ գնացի իրոքորե մասնակցեցի այսօրվա պատարագին, Տեկոս կաթոլիկ եկեղեցու պատարագին։ Ուզում եմ մեկ անգամ եւս սիրելիներս բոլորի շնորհավորել, շուտով Զատիկա, Սուրբ տոնը, Սուրբ Հարության տոնն է, թող Աստծո օրհնությունը բոլորիս լինի մեր ժողովրդին, մեր երկրին, ամեն աշխարհի սիրելիներս, քանի որ այսօրվա դրությամբ բոլորն այդ կարիքն ունեն։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ, ձիթենու եւ արմավենու ջուղերի հետ իրենց գեստները փռելով ճանապարհի վրա եւ աղաղակելով. Ովսաննա բարձրալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է, խաղաղություն երկնքում եւ փառք բարձունքներում։ Ըստ եկեղեցու հայրերի Հիսուսի առջև հանդերձներ փռելը նշանակել է մեղքերը, իսկ Քրիստոսին խոստովանելը։ Ոստեր եւ ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություններ էր նշանակում։ Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան։
Մերիա Ղազարոսին հարություն տված Քրիստոսին, Ձիթենու եւ Արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը։ Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը եւ լույսը տարածելով հալածեց խավարը։ Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, եւ Ադամն ու Եվան ուրախացան դրախտում։ Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները չարը խորհելով սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են Ձիթենու կամ Ուրենու ոստեր եւ բաժանում ժողովրդին։ Ուրենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո։ Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խորհրդանշությունը։ Ուրենու ճյուղերը մեր ընծաներն են, Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն արևելքից մոգերի բերած ընծաները։ Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես թագավոր, խորհրդանշորեն ցույց տալով իր փառքի թագավոր լինելը, ով վերացնում է անեծքը եւ կենդանություն պարգևում։ Հիսուս եկավ ավետարենելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին եւ տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն։ Por eso te pedimos que santifiques estos dones con la efusión de tu Espíritu, de manera que se conviertan para nosotros en cuerpo y sangre de Jesucristo nuestro Señor, el cual, cuando iba a ser entregado en su pasión voluntariamente aceptada, tomó pan. Del mismo modo, acabada la cena, tomó el cáliz. Dándole gracias de nuevo, lo pasó a sus discípulos diciendo: tomad y bebed todos de él. La viña trigal, el Señor nos hará, Él nos dará su amistad. El Señor nos hará, Él nos dará su amistad. Él nos dará su amistad.
germans, alegria, els rams. Anem a la casa del Senyor. Dos. Baixem els nostres rams, escoltem. Escoltem. En el nom del Pare i del Fill i de l'Esperit Sant, la pau i el Senyor sigui amb vosaltres. Ens han recordat amb la frase del Papa Lleó, aquell entrada al nostre temple de Sant Esteve, amb la frase que hem posat, nos pedimos perdón entre nosotros. Y a los infantes, signo de esperanza, os entregará el ram. Gracias por la vida, gracias por la amistad, gracias por la familia, gràcies per l'esperança. Entreguem aquests rams als nostres soldats perquè es puguin posar drets apoyándose en esos ramos. Subir les escaletes, pugeu. Déu met Osana abans de rebre la benedicció. Osana, el rei d'Israel. Vau crear l'aigua com a signe de renovació, que ara que serem beneïts amb aquesta aigua en els nostres caps, com una pluja del cel, beneiu les nostres famílies i els nostres projectes si són la vostra santa voluntat. Per Crist, Senyor nostre. Amén. Alcem els rams, a veure, vull veure alegria amb els rams, Sí, els soldats m'obren camí, sisplau, los soldados. El poni, vámonos, hijo, venga, hala. Y con la música bien fuerte, bien alta, porque es día de fiesta. Այսօր Քրիստոսի հաղթանակի տոնն է։ Սա այն օրն է, երբ յուրաքանչյուրս մասնակից ենք դառնում հրեշտակների ցնծությանը, վերապրում ենք Քրիստոսի առաջին հաղթական մուտքը Երուսաղեմ եւ հավատում, որ եթե թույլ տանք, որ Աստված բնակվի մեր մեջ, մենք էլ կապրենք հաղթանակի այս ցնծությունը, որ ապրեցին հրեշտակները։ Սիրելիներս, երևի այսքանով ավարտեմ այսօրվա վլոգը ու ցանկանում եմ բոլորս, որ լինենք խաղաղ, երջանիկ, առողջ, Աստված բոլորիս հետ սիրելիներս, ու ինչպես միշտ բոլորիդ ասում եմ, մնացեք բարյավ եւ խաղաղ, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս, պաճիկներ բոլորիդ։